առավոտվանից մենք արձանագրում ենք, դուք արձանագրում եք սիրելի գործընկերներ, սիրելի լրագրողներ, բողոքապահական պաշտոնյաները ընտրատեղամասերի մոտից չեն հեռանում, ակնհայտորեն ուղղորդում են քաղաքացիներին, ակնհայտորեն փորձում են կուտակումներով հոգեբանական ճնշում գործադրել մեր քաղաքացիների վրա։ Ես մի առաջարկություն ունեմ մեր հայրենակիցներին։ Դուք կարող եք չվիճել անգամ նրանց հետ, դուք կարող եք անգամ չընդդիմանալ նրանց, բայց մի բան հիշեք։ Դուք քվեախցիկում մենակ եք, որևէ մեկը քվեախցիկում չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը, այդտեղ չկա ոչ ոստիկան, ոչ տեսախցիկ, որևէ բան այդտեղ չի կարող ձեզ վերահսկել, որևէ իրավիճակում, որևէ մեկին դուք հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն չունեք, խնդրում եմ հիշեք դա։ Կա նաև տեղեկատվություն, որ ընտրողներին ստիպում են, այն ընտրողներին, որոնց նաև բերում են ընտրատեղամաս, ստիպում են, որ իրենց հետ դուրս հանեն մնացած քվեաթերթիկները։ Սիրելի հայրենակիցներ, քվեախցիկում կա բազմաթիվ քվեաթերթիկներ, եւ դուք կարող եք այդ պակասը, ճակերտավոր պակասը ըստ էության լրացնել, սա փոքրիկ հուշում մեր քաղաքացիներին, բոլոր տարբերակները կան, որ դուք ընտրեք նրան, ում դուք ցանկանում եք։ Դուք պետք է մասնակցեք եւ շատ ոգևորիչ է կարծում եմ նաեւ մեր գործընկերների համար մասնակցության են բարձր ցուցանիշը, որ մենք արձանագրում ենք, դուք պետք է մասնակցեք, դուք պետք է ընտրեք, որ ձեր փոխարեն չորոշեն եւ ձեր փոխարեն չվճռեն ձեր եւ ձեր երեխաների ապագան։ Սրանք կարեւոր արձանագրումներ են։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները սա իրենց համար ֆիքսեն։ Պարոն Խաչատրյան, եթե ավելացնելու բանն եք ավելացրեք եւ այնուհետեւ կպատասխանենք, եթե կանցնենք հարցերին, խնդրեմ։